Հին մարդը մեր վրային հանենք, նոր մարդը մեր վրան հագնենք։ Ձեզ հետ մի քանի գերագիներ հոգևոր սխալ վիճակներու մասին սերդեցինք։ Այս հարգով ուզեմ ձեզի բացատրել, թե այդ սխալ վիճակները ինչպես կպատճառվին։ Քիչ առաջ կարդացված հատվածին մեջ ակնարկություններ եղան երկու մարդոց մասին։ Մեկը կգոչվեր հին մարդ, մյուսը կգոչվեր նոր մարդ։ Ով է հին մարդը։ Հին մարդը մենք էինք մեր ապաշխարելեն առաջ։ Կամ ավելի շիրակ գիտելար ասել, ինչ որ պետք էր լայինք ապաշխարելեն հետո։ Ով է նոր մարդը։ Նոր մարդը Քրիստոսով ստեղծված արարածն է։ Ինչ որ եղանք մեր ապաշխարելեն ետքը։ Ուզեմ ձեզի ներկայացնել այս արգո հին մարդը իր իսկական քույներով և ձեզի ցուցնել, որ հին մարդը հավատացյալին ողերին թշնամին է ու այդի զինք հոգևոր կյանքեն ցկելու և գորստյան մատնելու աշխատող մարդը։ Եվ երբ կարգիրագյալ շնորհքով ձեզի առաջարկեմ, որ հին մարդը խաչը հանենք, թողալ սիրով օժարիկ զենգայով։ Քանի որ այս հին մարդ այսքան քեշ մեկն է և մեր չարիքը կփնտրե, պետք է զայն խաչը հանենք։ Հին մարդը մեղքի սկզբունքն է։ Հավատացյալին մեջ մեղք գործելու այդ զորավոր հագամիտությունն է, որում ցերքեն պիտի չազատինք, մինչև որ զինք մեջտեղեն վերցնենք։ Այս երկու կնալներքին կյանքի արտահայտություններ են։ Վերստին ծննդով սկանչելի փոփոխություններ առաջ եկան փրկողին կյանքին մեջ։ Մեղքեր ներվեցան, միտքը հանգստացավ, խղճտանքը հանդարտացավ, սիրտը ուրախացավ, հավիտենական կյանք ստացանք, Աստծո զավակ եղանք, Քրիստոսով նոր կյանք ստացանք։ Սակայն հին մարդը մեր մեջ մնաց։ Նավակը անուշ ջուր մտավ, բայց մեջը դակավին ալի ջուր կա։ Մեղքերու հարցը լուծվեցավ, բայց մեղքի հարցը մնաց։ Ինչ է մեղքի և մեղքերու տարբերությունը։ Մեղք արմատն է, մեղքեր մտողը։ Եվ այնքան ադեն, որ արմատը հոն է, բդուղը ագնգալերի է։ Ուրեմն, բդուղը արգելելու համար պետք է արմատը չեզոքացնենք, որպեսզի բդուղ դալե թատրի։ Հոս շատ նուրբ աստվածապանական խրտին հարցիմը գմտնենք։ Եվ ասոր շուրջ, եթե դերգամի, կալ գիրագի ձեզի բացատրություն բիտան, թե մեղքի արմատը ելն է, թե չելներ։ Ասոր մասին սուրբ քրքին ուսմունքը և հունարեն կործացվեց պարը ինչ կնշանագե, անիկան ձեզի բացատրելու
պիտի հաշվին։ Մեկ բան շատ հայտնի է։ Փրկությունը իմաստ չունենար, եթե մեղավորը ավաշխարենեն ետքը շարունակե մեղք գործել։ Փրկության նպատակը մեղավորը դնել է, որ ոչ միայն անցյալի մեղքերը իրեն ներվին, այլ նաև աստվածային զորությունը ստանա, որ ընթացիկ քարնց մեղքերու թեմ գարենա բայկարի եւ հաղթական լալ եւ մեղք չկործել։ Եվ այսօր մեջ գգայանա քրիստոնեության փառքը եւ մեծությունը, որովհետեւ երբ Աստված մեղավորը կփրկե, ոչ միայն իր անցյալի մեղքերը կներե, ոչ միայն այդ մեղքերու պատիժեն զինք կփրկե, այլ Սուրբ Հոգին զորությունով զինք կկարողացնե, որպեսզի փորձության թիմանա եւ մեղք չկործե։ Այսինքն կարելի գլա, որովհետև Սուրբ Հոգին, որ հյուրիական ուժեն ավելի զորավոր է, որ ոչինչեն դիեզերքը ստեղծեց, կկարողացնե հավատացյալը, կզորացնե հավատացյալը, որպեսզի գարենա մեղքի թեմ թնել։ Որ թարնան գացող ոսկին մեջ փարոյական բարձր չափանիշիմը կհանդիպինք, որում մեջ բացակայ է մեղքը իր տարբեր ցեղերով ու հայտնությունով։ Եվ այս չափանիշը դժվարաբար իմաշալիչած է, եւ մանավանդ այս երկրի մեջ որ գաբրինք, հոգևոր կյանքը իր նախկին իմաստը գործընթաց է, եւ հավատացյալներ կոչվողներ շատ թեթև գարնեն հոգևոր կյանքը, եւ եթե այսպես երթա, հավատացյալը մեղավորեն շատ տարբերություն պիտի չունենա, որովհետև գաթի մեջ ջուր կխառնենք եւ ադեն պիտի կա, որ նանֆետ գաթեն ավելի անդամ պիտի լայս գաթը, գաթը լալը պիտի հայտնի չլա։ Հոգևոր կյանքը պետք է զայն ստեղծողին նկարակիրը ցոլացնե։ Սուրբ Աստուծո սուրբ զավակներ գվայլե։ Եվ հավատացյալիմը հոգևոր կյանքին անգեղծությունը եւ հարազատությունը սրբության հանդեպ ունեցած փափակեն հայտնի գլա։ Եթե այդ փափակը բացակայ է հավատացյալի մեջ, այդ կյանքը առողջ կյանք չէ։ Մեղքը շատ սուրին ստեցավ Աստծո վրա, եւ Աստված չուզեր մեղք տեսնել իր զավակներուն մեջ։ Հավատացյալներ պետք է սրբության հետևելն, պետք է սրբությունը փնտրեն, սրբությունը փափակին, որովհետև կրված է, որ ոևէ մեկը Աստված պիտի չտեսնե առանց սրբության։ Եվ այդ համարը կգտնենք Եբրայեցիս 13-րդ գլխի 14-րդ համարի մեջ։ Երկու տեսակ սրբություն կա։ Աստվածային սրբություն եւ հարաբերական սրբություն, divine perfection and relative perfection. Հարաբերական սրբություն այն սրբությունն է, որ մարդոց կարողության սահմանին մեջն է։
Մեր դերը մարմնի մեջ այս երկրի վրա ապրած ադեն այս սրբությունը ցուցաբերեց։ Մարմնի մեջ կապրել, իբրև մարդ, այդ սուրբ կյանք կապրել։ Եվ Տեր Հիսուս այս կյանքը բոլոր հավատացյալներին գարնգալ է եւ բոլոր հավատացյալներուն ասպարեզ կգարտա եւ գսե ես ալ այս աշխարհի մեջ ապրեցա, ես ալ նույն մարմնի մեջ ապրեցա, ես ալ նույն գիրքերու ենթակայի, փորձություններու ենթակայի, ես ալ երիտասարդ էի, բայց այդ բոլոր փորձություններուն թեմ ծրի և սուրբ կյանք ապրեցա, ուրեմն ցեզմյալ գայնգալ եմ, որ այս սուրբ կյանք ապրեք։ Ոչ թե իբրև Աստված սուրբ կյանք ապրեցավ, իբրև մարդ սուրբ կյանք ապրեցավ, որովհետև սուրբ ոգիով լեցուն էր մեր դերը։ Մեկը իբր սկզբում վերացական է, abstract, բայց գրնա մարմնի մեջ ու մարմնի միջոցով կործնական և շոշափելի կոնկրիտ թարնալ։ Հին մարդը մարմնին հետ կործակցելով գրնա շատ թյուրությամբ մեղք արդացրել։ Հին մարդն է, որ հավատացյալին մեղք կործել գուդա։ Մեր անբադեղությունը այն է, որ հին մարդը նոր մարդուն մեջ կպնագի։ Դունը ծախվարինք, բայց տան դերը դունեն չելեր, մեզի հետ ծախո արած մեր տան մեջ կպնագի։ Եվ հին մարդը շատ աներես է, երբեք խոսք չհասկնար, երբեք խրատ չընդունիր, երբեք չփարեգարկվիր։ Այնքան ադեն, որ մեր մեջն է, մեզի մեղք կործել պիտի տա, պետք է դունեն հեռանա։ Հանցանքը միայն հին մարդուն է, ոչ, հանցանքը մերնալ է, որովհետև կործակցինք իր հետը, հյուրասիրենք և այնքան ադեն, որ մեր մեջն է, պիտի կործակցինք իր հետը, ուրիշ ճար չկա։ Մենք զինքը ցիկենք, բայց ինք մեզ չծվեր։ Իր գանքը մեր վրա կվարդացրել։ Խապշիկը իր տրացին հավնոցեն համը կործավ, բայց կողության մեջ շատ փորձառուչեր բռնվեցավ և թադարան հանձնվեցավ, երբ ամբաստանությունը գարտացվեցավ իրեն թեմ, թադավորը հարցուց ըսավ ինք զինքըտ արդարացնելու, որևէ խոսք ունիս ըսելիք, այո դերիմ ըսավ, ինչ է, ըսավ ես չէի կողություն նովը, հին մարդս էր, և թադավորը այս լեզվին կհասկնար, այո ըսավ, շատ գծավիմ, և շատ գամագրիմ կեզի, որ այս տեսակ պանմի գելած է, և ըսավ, հետևյալ բադիշը գուզեմ ցեզի դալ, $5 դուքան պիտի վճարե հին մարդը այս կողությունը ընելուն համար, $5 նոր մարդը դուքան պիտի վճարե, թույլ տալուն համար հին մարդուն, որ այս կողությունը է։ Ով է հին մարդը, ով է նոր մարդը, ես եմ, և դուքնալ ես եմ, հին մարդը ծրացին չէ, ես եմ, որով այնքան ադեն, որ մենք հին մարդը գհյուրասիրենք, մենք մեր սագից գլանք, accomplice, անոր
վրաց հանցանքներուն, մեղքերուն։ Աստվածաշունչի մեջ օրինակներ կան այս երկու մարդիկը ներկայացնող և բացատրող։ Օրինակ, Աբրահամ իր աղախինը եղող Հագարեն զավակն ունեցավ և զայն Իսմայել կոչեց։ Ասիկա խառնածին հայբրիդ արտադրություն էր, օրինավոր արտադրություն չէր։ Հետո, երբ Իսմայել բավական մեծավ, Աբրահամ իր օրինավոր կնոջմեն Սարայեն զավակ ունեցավ և զայն Իսահակ կոչեց։ Եվ այս երկուքը Իսմայել և Իսահակ նույն հարգին դար կպնագեին, ինչպես որ հին և նոր մարդը նույն հավատացյալի մեջ կպնագեին։ Այս պատմության մեջ Իսմայել հին մարդուն խորհրդապատկերը, իսկ Իսահակ նոր մարդուն։ Երբ օրը Իսահակը գատեն բիլի գդրվեր, մեծ պարտիմը դվին և այդ արիտով, երբ Իսահակ հիացման գետրոն, center of admiration եղավ, Իսմայել զինք ծաղրեց, չեմ գիտեր թերոս լեզու անեց, թերոս պանմը դրավ վերջապես, կսե որ զինք ծաղրեց։ Եվ Սարը դեսավ, որ Իսմայել Իսահակը կծաղրե, որտեղ հին մարդուն կործը այն է, կեշություն, չարություն։ Եվ Աբրահամն ասավ, որ Հագարը և իր զավակը այս դունեն ըրգե։ Եվ ասիկա Աբրահամի շատ դժվարին եղավ։ Վերջապես իր ինն է, իր զավակն է, ինչպես զանոնք դունեն վրընդե։ Բայց Աստված խոսեցավ և դեսավ, որ Աբրահամ նվադակ չունի և դժվարություն միդել է, պրոբլեմ միդել է դան մեջ, ըսավ գնոջը Սարային ըսածին մդիկ դրե, որովհետև ըսավ քեզ Իսահակով իդորդնեմ և ոչ թե Իսմայելով։ Անոր վրա է, որ Աբրահամ գդոր մահաց և բուժմը չուր դվավ, Հագարին ուսին վրա դրավ և զիրենք դունեն ճամպեց։ Շատ լավ արավ, որովհետև այս երկուքին նույն հարգին փնագելը չդակ պիտի չլար։ Իսրայել պետք էր, Իսմայել պետք էր դունեն հեռանալ։ Ինչպես որ Աբրահամ չօժարեցավ, մենք ալ չենք օժարիր հին մարդուն մեր կյանքեն հեռանալուն։ Ինչու՞։ Որովհետև հին մարդը մեզ կխաբե այն երևույթը տալով, որ մեր բարեկամն է։ Մեր բարեկամը կցևացնե ինձ ինքը և կփաստե մեր բարեկամը լալը։ Ինչպես, օրինակ, մեր իրավունքը կպաշտպանե, մեր օգուտը կփնտրե։ Արդարության պատրվակին տակ հին մարդը թադարան երթա իր իրավունքը կամ մեր իրավունքը պաշտպանելով։ Հին մարդուն համար իր իրավունքները նվիրական sacred են։ Չեն կրնար զոհվել։ Հին մարդը մեր արժանապատվության չափազանց բծախնդիր է,
Չուզեր, որ հոյևէ մեկը մեզ անպատվե կամ վարգապեգ է։ Եթե պետք կլա, դիմացինին հետ գվիճապանի, գգրվի, որպեսի իր իրավունքը, իր արժանապատվությունը պաշտպանի։ Հին մարդը իր մասի մեծ համարում ունենա և գանգալ է, որ մենք ալ իր մասին նույն համարումը ունենանք, զինք կնահատենք, զինք կոպենք։ Հին մարդը խաղաղության կհավատա և ասիկա կարելի անելու համար կարևոր ճշմարտություններ և սկզբունքներ ողնագող կնե, կզոհեր իրեն համար խաղաղությունը ասոնց մե կարևոր է։ Եվ ասկա գտեսնենք մենք էկումենիզմի մեջ այդ եկեղեցական խորհրդի մեջ, որ բոլոր եկեղեցները իրարու միացնելու կաշխատին։ Անոնց մեջ շատ եկեղեցներ կան, որոնք արդիական են, եկեղեցներ կան, որոնք հոգևոր կյանք են, բոլորին անդեղյակ են, բայց այս բոլոր եկեղեցիները նոյի դավանին պես կհավաքվին իրարու կողմ գուքան աշխարհի խաղաղությունը ապահովելու համար։ Այդ եկեղեցիները, այդ հոգևոր առաջնորդները, որոնք հոգևոր սկզբունքներով բծախնդիր են, պետք է փոշարին այդ սկզբունքներեն հրաժարելու, որպեսզի կարենան այդ խորհրդին անդամակցել։ Փրկության բանակը այդ խորհրդին անդամ էր։ Մի քանի տարի փորձեց, նայեցան, որ հոգևորի գործակցություն չէ և հրաժարեցան այդ խորհուրդին։ Երկու տարբեր եկեղեցիներու պատկանողներ իրարու հետ կխոսեին։ Մեկը մյուսին ասավ, ձեր եկեղեցին պահպանողական է, ապաշխարություն կկարոզեք, թերթիկ կբաժնեք, կվգայեք, սրբության ետևեք ըլլակ, բայց կլսեմ, որ ձեր մեջ վեճեր պայգաց չեն ըլլար։ Մենք այդ ծեր տրածներն ոյևէ մեկը չեն գներ, ոչ ապաշխարություն կարոզենք, ոչ գաղութենք, ոչ կվգայենք, ոչ թերթիկ կբաժնենք, բայց մեր մեջ կադարյալ խաղաղություն կդիրը։ Ինչ կսես ասոր, մյուսը հավատացյալ եղբայրներ, չեմ դեր եթե եղբայրության անդամ էր, թե ոչ, պահ մգեցավ, ըսավ, բավական երկիրներ բդած եմ և բավական փորձառություն ունիմ և փորձառաբար տեսած եմ, որ ամենեն խաղաղ վայրը երկրի վրա գերեզմանատուններն են։ Ինչու, որտեղ յան չկա։ Հին և նոր մարդ շարունակ իրարու հետ գրիվի մեջ են։ Մարմինը կցանգա հոգին հագարակ, հոգին մարմին հագարակ, և ասում իրարու հագարակ են։ Մարմինը հին մարդն է, հոգին նոր մարդը։ Երբ մարմինը սացը գլա, հավատացյալ մարմնավոր գլա։ Երբ հոգին սացը գլա, հավատացյալ հոգևոր գլա։ Եթե հին մարդ չլար, հավատացյալ միայն հոգևոր պիտելար, մարմնավոր պիտի չլար։ Երտան կուկան նույն դերը գասնենք, հին մարդը չարյաց ագը և աղբյուրն է։ Մեզի մեղք
կործել դվողը մեր հին մարդն է։ Աստծո խոսքը հավատացյալին գարներ գերուս է, ամեն ով որ Աստուծո մեջ ծնած է, մեղք չի կործեր, վասնզի անոր սերմը իր մեջ կմնա, ու չգրնար մեղք կործել, քանզի Աստուծո մեջ ծնած է։ Առաջին Հովհաննես 3:9 Նույն բանը կգրկնվի 5:18-ի մեջ։ Գիտենք, որ այն ամենը, որ Աստուծո մեջ ծնած է, մեղք չի կործեր։ Ինչպես կբացատրեք այս իրողությունը։ Աստծո խոսքը գսե, որ ան որ Աստուծո մեջ ծնած է, ան որ Սուրբ Ոգին ծնած է, ան որ վերստին ծնունդ ունեցած է, մեղք չի կործեր։ Մեղք չի կործեր հավատացյալը մեղք։ Ուրեմն հավատացյալն համար մեղք կործելը սխալ կնկատվի եւ այդ վիճակը ամեն կնով պետք է թարմանվի։ Մարմնավոր վիճակը Աստծո դեմ թշնամություն է։ Մարմնավոր հավատացյալը չի կարող ուրախ լալ, որովհետեւ կործած մեղքերուն համար շարունակ կշահարվի, նաեւ աղոթքի մեջ համարձակություն չունի, որովհետեւ իր սիրտը զինք կմեղադրե։ Սիրելիներ, եթե մեր սիրտերը մեզ չմեղադրեն, համարձակություն ունենանք Աստծո առջև, եւ ինչ որ խնդրենք գարնենք անգե, վասնզի իր պատվիրանքները կպահենք ու իր առջև հաջող բաները գնենք։ Առաջին Հովհաննես 2:21-22 Կարկ հավատացյալներ շատ թեթև գարնեն հոգևոր կյանքը։ Սիրելիներ, կմոռանանք, որ իբրև հավատացյալներ, մենք Աստուծո տաճարներն ենք։ Եվ հանցինը Սուրբ Ոգին Աստված կփնակի այդ տաճարի մեջ։ Սուրբ Ոգին ներկայության ինչպես կրնանք Աստծո օրենքները հեկանել։ Սուրբ Ոգին աչքերու մեջ նայելով ինչպես կրնանք մեղք կործել։ Դարձյալ հավատացյալը Քրիստոսի մարմնին մեկ անդամն է։ Մեղք կործելով Քրիստոսի մարմինը գավականենք։ Մեր կործած մեղքը Քրիստոսի մարմնին կփոխանցենք։ Ասկա լարիկ բան չէ։ Բարդ դեր չէ, որ առակալը կգրե և գսե անցերնուտ փրկությունը ահով ու թողով գադարակործեցինք։ Ֆիլիպեցիս 2:12 Սողոմոնի իմաստուն գսե հանդերձներդ ամենադեն ջերմագլան ժողովի 9:8 Բոս հրակյալ Քրիստոսի եկեղեցին համար մեր դերոջ փապակը գեիշե, որպեսի իր թիմած փարավոր գեցնե եկեղեցին, որ արաբը կամ խորշոմություն կամ ասոնց պես փանը չունենա, հապա որ սուրբ և անարադը լա, Եփեսացիս 5:8 Եսայի մարգարե շատ սկանչելի փորձառություն ունեցավ, երբ պաշտամունքի համադարձար գնաց, Հոնց Աստված տեսավ և հոնց սերոպեներ տեսավ և Աստծո ներկայության մեջ իր մեղավոր լալը սկաց և այդ սերոպեները հրեշտակներով բարձրակույն գարքին կպատկանին և Աստծո անմիջական ներկայության մեջ կգտնվին և Աստծո հետ շատ մտերիմ արարածներ են։
Եվ այս սերոպեներուն համար գսետ է 6 թևեր ունեին, երկուքով ոտքերնին գծածկեին, երկուքով երեսնին գծածկեին, երկուքով գտրչեին և գաղաղագեին շարունակ գսելու սուրբ, սուրբ, սուրբ է մեր դերը, բոլոր աշխարհ իր փառքով լեցուն է։ Հավատացյալը նույնիսկ սրբության մեջ կգնա։ Եվ եթե չես կար այդ սրբությունը, անցանկայիրն է։ Օրինակ հիմա Աստված հոս ներկա է այնպես, ինչպես Եսայի մարգարեի դաջարի մեջ ներկա էր։ Եվ մենք պետք է զգանք այդ սրբությունը։ Նաև ոչ միայն դաջարի մեջ ներկա է, Աստված ամեն օր մեր մեջն է և մեզ հետ գկալ է, ուր որ երթանք, այդ ներկայության մեջ ենք։ Եվ այս ներկայության մենք պետք է իբրև հավատացյալներ գիտակցինք։ Եվ այդ ներկայությունը սկալ բարս հավատքի հարց է։ Մենք կհավատանք բանիմը, երբ Աստծո խոսքը գսե։ Երբ փրկվեցանք, պարզապես հավատացինք, որ մեր մեղքերը ներվեցան, որովհետև Աստծո խոսքը մեզ վստահեցուց, որ եթե մենք ներում ընտրեին, Աստված պիտի ներեր, և մենք հավատքով ընդունեցինք այդ կյանքը և հավատացյալներ կրանք։ Աստծո ներկայությունը նույն կերպով մենք հավատքով կրնանք ընդունել և մեզ դաջարի մեջ զգալ, ինչպես Եսայի մարգարեն զգաց։ Եվ այդ ներկայության մեջ, այդ ներկայության վայելող կյանքը պետք է ապրենք։ Այդ սրբության վայելող կյանքը, այդ սրբության արդարություն ընող կյանքը, այս կյանքը Աստված ամեն մեկ հավատացյալին գարնգան է։ Եվ մենք Աստծո բարդական գիտելանք, եթե այս կյանքը չփնտրենք, եթե այս կյանքը ձեռք անցնելու համար պետք եղած միջոցներուն չդիմենք, եթե չփապարքենք, եթե չաղոթենք այս կյանքը ձեռք անցնելու համար, մենք Աստծո բարդական գիտելանք։ Բիլի Գրահամ ավետարանչական հաջող արշավ ունեցավ։ Արշավեն վերջ մեկ իրեն հարցուց Mr. Graham սավ ասիկա հոգևոր արտություն էր։ Was this a revival? Եվ Բիլի Գրահամ սավ ոչ։ Երբ հոգևոր արտությունը նա երկու բաներ շատ աչքարով գիտելան, որ ավետարանչական ժողովներու մեջ ասոնց չենք հանդիպել սավ։ Մեկը Աստծո սրբության գիտակցությունը հավատացյալներու կողմ է։ Մյուսը մեղքի մեղսալիությունը, the sinfulness of sin, the sinfulness of sin։ Այս երկու բաները սավ շատ զգալի գիտելան։ Եվ հավատացյալներ գիտոսկան մեկ կողմեն Աստծո սրբությունը։ Եվ երբ Աստծո սրբությունը զգան, ուշադրություն գիտնեն իրենց կյանքերում, եւ այն ինչ որ հիմա գսեին անիկապամը չէ, հոս Ամերիկա է, ամեն բան կանցնի։ Կամաց մեղավորներն ալ երկենք պիտի բծնեն, առանց ապաշխարության։ Դեպի հանգերտանք։ Բայց այն հավատացյալը, որ
այս սրբության գիտակցություն կունենա, այս սրբությունը կճանչնա, այդ սրբության մեջ կգենա, ուշադրություն գինե, որպեսզի այդ սրբության դեմ չգործե։ Եղբայրներ, քույրեր, մեր միտքը պետք է մաքրվա, մեր երևակայությունը պետք է մաքրվա, մեր զգացումները իրարու հանդեպ պետք է մաքրվա, սերեն լրյալ զգացումներ պետք է լան, մեր աչքերը պետք է մաքրվա, մեր գիտացմաներում պետք է ուշադրություն ունենք, մեր ականջներում պետք է ուշադրություն ունենք, մեր աչքերեն, մեր ականջներեն շատ բիրից բաներ կրնան ներս մտնել և այն բաները ամեն գոմ, արադ են և ծրի, մեր լեզուն մաքուր պետք է լա։ Մենք մեր լեզուն զսպելը պետք է սովինք։ Ժամանակ է, որ հավատացյալներ, մանավանդ հին հավատացյալներ, այդ գործիքը զսպելը սովին, Աստծո ներկայության մեջ գաբրինք, Աստծո սրբությունը պետք է գիտակցինք և այս բոլորին պետք է ուշադրություն ունենք։ Մեր սրտերը սուրբ պետք է լան, մեր ոտքերը սուրբ պետք է լան։ Ուր որ Սուրբ Հոգին մեզ գարաշնորհ է, միայն հոն պետք է երթանք և ոչ թե մեր մարմին, մեր ցանկություններում ամեն ուզած տեղը։ Եվ երբ Սուրբ Հոգին իր լույսը գարցակե մեր կյանքերում վրա, այնադեն մենք տեսնենք մեր վիճակը, հավատենք, որ Սուրբ Հոգին մեզի ծոցուն է։ Ես մինչև 3 գրասենյակ ունեի, ձեր հանգստության համար այդ գրասենյակը բլեցինք։ Եվ ուրիշ գրասենյակ մնքացի, հին գրասենյակից մեջ սև գրասեղան ունիմ։ Արև երբեք չեր մտներ այդ սենյակը ներս։ Եվ սեղանին վրա եղող փոշիները երբեք չէի տեսնար և միտքը շատ հանգիստ էր։ Բայց նոր սենյակ փոխացվել են վերջը, այնպես կպատահի, որ արևը ճիշտ գրասեղանիս վրա կփայլի պատուհանին։ Եվ այս արդու սարսափեցա, երբ տեսա, որ շատ ալոտ է, նույն գրասեղանն է, չէի տեսնար, բայց արևը